Ձեր կարծիքով Հայաստանում օլիգարխներ կան։ Յա։ Զարմանալի բան ասեցիր, կաղա չկա։ Ոտից գլուխ օլիգարխներ են էլի։ Սա բոլորը 50 հոգի են սիվո։ Նիկոլ Փաշինյանը երեք ասում էր Հայաստանում օլիգարխներ չկան։ Առաջինը ինքն է։ Նենց որ արխային եղեք։ Կա կլինի ու եղիլա ու էլի պտիլի։ Սաղն էլ կան։ Ոչ ոք էլ ոչ մի բան չի եղել։ Ինչ պտիլի դրանց, ինչ չլումա ինձ ու քեզ ալու։ Ну, конечно. Ովքեր են։ Но это уже не для меня вопрос. Նիկոլ Փաշինյանը երեք ասում էր Հայաստանում օլիգարխներ չկան։ Ну, Пашинян многое говорит. Только не все так, как есть. Հնարավոր է եւ բացահայտ եւ թաքուն։ Ովքեր են, գիտեք անուններ։ Դե քանի դեռ չեն մտել բան ոնց որ ասում է կառավարության կամ պատգամավորական բան չեն կոչվի օլիգարխ։ Երբ որ կմտնեն Կան հիմա կառավարության իշխանության շարքերում օլիգարխներ։ դե Խաչատուր Սուքիասյաններ, բայց ըստ իր հանձնել է կառավարման իր բիզնեսները։ Նիկոլ Փաշինյանը երեք ասում էր Հայաստանում օլիգարխներ չկան։ Դե որ ասում է, ուրեմն ինչ-որ մի բան գիտի, որ ասում է։ Հիմա ես չեմ հակադարձի, որ կան, որտեվ իրանք ավելի լավ գիտեն կա, թե չկան։ Լիքը։ Ձեր կարծիքով Շատ սիրում մարդուն չեմ ուզում դրանց մասին խոսել։ Հայաստանում օլիգարխներ կան, ուրիշ Շատ եմ իմանում, սա ես իմ մանգալով գնում եմ էլի։ Ցավը տալու։ Ես ընդհանրապես չեմ կա այդ հարցին պատասխան, բայց իմ կարծիքով կան ու ավելի շատ խանգարում են մեր հայ ժողովրդին, ոչ թե օգնում։ Ովքեր են այդ օլիգարխները։ Դե էլ թողի ես իմանում։ Դուք ավելի լավ գիտեք։ Փաշինյանն ասում է չկան օլիգարխներ Հայաստանում։ Փաշինյանի նման կառավարող չկա։ Միայն նա ժողովրդի թիկունքին կանգնած իր աշխատանքներով, իր ապացուցված գործերով։ Ես եմ։ Դուք եք օլիգարխներ։ Այո։ Երեք Փաշինյանն ասում էր, որ չկան Հայաստանում օլիգարխներ։ Ինքը օլիգարխ չի, ինքը բոսյակ է։ Կլե ոչ չեն, անհնարին է որ չեն։ Այսքան խառնում են ինչ պետք է անեն, բար չի հասկանում։ Ովքեր են խառնում։ Թալանչիները, քողեր, ավազակներ, բան որը դրանց մեջ գործ չունի։ Ես ինչ անեմ, ցավը տանեմ, հարց ես տալի քո հարցի ես չեմ հասկանում, որ ճիշտը պատասխանեմ։ Դրանք ուզում են ինչքան որ տարել են, անկուշտ են, շատ ներողություն, չեմ բավարարում։ Արա գնացեք նստեք մի գրաղի վրա կերեք, վայելեք այդ 20 վախ ներողություն, առաջացրին միլիոնը որն է, տրիլիոն է, ձեռները չեն իմանում ինչ անեն։ Փողը բերել են սամալյոտը, որ բաժնեն բռնել են։ Էլ ինչ պետք է անեն։ Ուզում են Հայաստանը լրիվ քանդեն, հանձնեն Թուրքին ու պրծնեն, ուրիշ ճաշ չկա, ուրիշ բան չունենք անելու։ Մենք ոտի տակ մեր ազգը կորելի է։ Եթե սենց շարունակեն, խլեն մեկ միսից ես իմ ինչ արում, մարդա թողեք թողաշալը տենանք ինչ անում։ Վատ բան չի արե, կամ սղալ աղջիկ ջանը, մի սղալ ով չի անում, բոլորն էլ սղալ անում են, բայց սղալին չապ կա, սահման կա, են որ ստեբ մեկ իրեք որ կայնած են ասում, հո, գիտեք Փաշինյան ինչ արե, հետ առած ասի, տղա ջան ասի, ինչ արե, տասատ ես վզկա բա, որ սարուշկեքի վրից բանը, Փող կապ։ հա, փող կապ, ասում է 10 հատ առելա, հատը 10,000 մետ, ասի առաջին սղալվում ես, եթե առել լավ արե, եթե նա 10 հատ փող կապ առե, բա են միլիարդների մեջ էլ հաշվե քանատ, կարաս հաշվես քանատ բան կա, փող կապ կա, թող այդ մարդ էլ 10 հատ փող կապ ունեն, ինչ անենք, կամ էդ ինչ սղալ մի բան է, սիրում են ղեկավարը պետք է օրվա հագուստ էդ փոխի, մի անգամ բաներ կոստյում էր հագելավ սպիտակ սարժկով
ասմա դրսի չի ժողովուրդ ջան, այստեղ կարել եմ տվել հագնում եմ։ Չեմ անում քույր ջան։ Նախորդին Նիկոլ Փաշինյանն ասում էր չկան օլիգարխներ, հավատում եք։ Ես ոչ մեկին չեմ հավատում, ոչ մեկին էլ չեմ վստահում։ Ինչու։ Չգիտեմ, փոշակառու մարդ եմ դավանում։ Ո՞նց կարաչելի։ Ովքեր են։ Դուք լավ գիտեք։ Փաշինյանը երեք ասում էր չկան Հայաստանում օլիգարխներ։ Դե ինքը մանիպուլյացիա է անում։ Լսա։ Շիրակ խանութի տերն աս ամբողջ ցեղասպանությունը ինքն է կազմակերպ Նիկոլ Փաշինյանին ինքն է բերել ուղղակի ինքը շատ հարուստ է մոտարապես մի 30 հատ ավտո ունի հետո իրանք տենց կազմակերպել են բերել են իշխանության իրանց քոսոտ քնձխ շիզոֆրենիկ բանտից հելած Նիկոլ Փաշինյանին իրանք են էլի կազմակերպել որ դուրս գա բանտից